Հարգելի կարիճներ, հետադարձ կլինի Մերկուրին ձեր 5-րդ տանը, նաև այն մարդկանց համար, ում անձնական քարտեզում ձկներ նշանը գտնվում է 5-րդ տանը։ 5-րդ տունը կապված է սիրո, հարաբերությունների, երեխաների և ստեղծագործության նաև հոբիների հետ։ Այս շրջանում կարող են վերադառնալ հին սիրային պատմությունները, անսպասելի հանդիպեք նախկին սիրային կամ ինտիմ կապ ունեցող մարդու հետ, ում հետ որ ինտիմ կապ եք ունեցել, իմանաք ինչ-որ նոր բան նախկին հարաբերությունների մասին։ Շատերի համար սա լավ ժամանակ է ստեղծագործության համար, վերանայել հին նախագծերը, ավարտել կիսատ թողած աշխատանքները, վերադառնալ հին հոբիներին, բարելավել կամ խմբագրել արդեն ստեղծված իհարկե գործերը։ Սա իդեալական շրջան է վերամշակելու, շտկելու և լրացնելու համար։ Բայց խորհուրդ է տրվում չշտապել, անմիջապես չվերականգնել հին հարաբերությունները, չհրապարակել հին նախագծերը հենց հիմա։ Ավելի լավ է ժամանակ տալ, ամեն ինչ կարգի բերել, վերջնական տեսքի բերել և միայն դրանից հետո ամսվա 20-ից հետո, մարտի 20-ից հետո կարելի արդեն հրապարակել կամ առաջ տանել դրանք։ Նույնը վերաբերվում է նաև հարաբերություններին, պետք չէ շտապել, թողեք ժամանակը ցույց ամեն ինչը կընկնի իր տեղը, ժամանակը ցույց կտա։ Այս շրջանում հնարավոր է վերագործակցել այն, ինչ արդեն արել եք, սկսել նորից հին գովազդային արշավը, մասնակցել մրցույթների կամ կոնգրեսների, կրկին գրանցվել ու մասնակցել։ Կարող է լինել նաև ավելի սովորական և զվարճալի գործունեություն, որտեղ 5-րդ տունը դա զվարճանքի տունն է։ Այցելել այն ռեստորանները կամ կինոսրահները, որոնք նախկինում ձեզ հետաքրքրել են։ Գնալ թատրոն, պատկերասրահ կամ համերգ, նորից լսել այն երաժշտությունը, որը սիրում եք։ Այս ամենը վերաբերվում է ստեղծագործական և ձեզ ուրախություն բերող զբաղմունքներին։ Վերադառնալ ձեր սիրելի հոբիներին ու աշխատանքներին հիմա շատ օգտակար կլինի։ Մյուս հնարավոր թեմաները խաղերն են, մրցույթները, սպորտային մրցումները, երեխաների հետ կապված իրավիճակների կրկնություն կարող են լինել, որոշների համար հղիության կամ ծննդաբերության հետ կապված իրավիճակներ։ Ովքեր որ մրցույթներ ունեն, հատկապես երբ որ երկրորդ անգամ է դա նույն մրցույթի համար, ապա դա հիանալի է ձեզ համար։ Այս շրջանը հարմար է անցյալից այն իրավիճակները վերակենդանացնելու, որոնք ձեզ հետաքրքրում են կամ ուրախություն են բերում։ Այս շրջանում հարմար ժամանակ է հիշելու ձեր մոռացված տաղանդները, հոբիները և նորից վերադառնաք դրանց։ Կարիճների համար այս անցումը կարևոր է և նույնիսկ դրական, դա հնարավորություն է ինքնատիպությունը ցույց տալու, ուշադրություն գրավելու և առաջնորդական հմտություններ դրսևորելու համար։ Կարող եք այցելել այն վայրերը, որտեղ նախկինում արդեն եղել եք, նույն հյուրանոցում, նույն մարդու հետ, նաև ում սիրում եք։ Այնուհետև հնարավոր է վերադառնալ անցյալում մտածված գաղափարներին, օրինակ սեփական բիզնես սկսելու կամ աշխատանքը փոխելու մտահղացումներին։ Ես հիմա աշխատանքից դուրս գալ չէի շտապի, ավելի ճիշտ կլինի մի քիչ սպասել, լավ մտածել և աստիճանաբար պատրաստվել սեփական գործը սկսելու համար։ Պետք չի աշխատանքը փոխել։ Հիշեք, որ այս շրջանում մեզ վրա ազդում է ոչ միայն հետադարձ Մերկուրին, այլ նաև Սատուրնի և Նեպտունի միացումը, այս մասին տեսանյութը բավականին վաղուց է կա արդեն, ամսի 20-ին իրենք միացել են և դեռ շարունակվում է այդ միացումը, որովհետև իրենք երկուսն էլ դանդաղ մոլորակներ են։ Փետրվարին էներգիաները բավականին անկայուն են, դրա համար ամեն ինչ պետք է շատ լավ ստուգել և վերահսկել։ Եթե դուք պատրաստ եք ռիսկի դիմել, մրցակցության, նոր բան սկսելու համար, դա արդեն ձեր որոշումն է, բայց ամեն քայլից առաջ կարևոր է ամեն ինչ կրկնակի ստուգել։ Սա շատ լավ ժամանակ է վերածնվելու, վերադառնալու ձեր ամենախորը, սրտին մոտ երազանքներին, մտածելու այն նախագծերի մասին, որոնց մասին միայն մտածելիս արդեն անգամ ձեր դեմքին ժպիտ է հայտնվում։ Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք, ի՞նչն է ձեզ ուրախացնում, ի՞նչն է ձեզ ներշնչում, հնարավոր է, որ հենց այդ թեմային պետք է վերադառնաք։ Լսեք ձեզ, զգացեք ձեր ներսի արձագանքը, հենց այնտեղ կարող է թաքնված լինել ձեր հաջորդ կարևոր քայլը։ Ահա այսպիսին է ձեզ համար կանխատեսումը, հարգելի կարիճներ, հուսով եմ այն օգտակար էր ձեզ համար։ Մինչ նոր հանդիպում։